Ուզում եմ Տիրոջ մեզ հետ եկեղեցու հետ ընդհանրական եւ անհատապես մեզ հետ գործելու, ասենց ասած, նրբությունների հետ ուշադրություն դարձնենք, Տիրոջ ժողովուրդն ենք։ Քրիստոսը մեր Տերն է, Աստված մեր Հայրն է։ Եվ Աստված մեր Տերը մեզ առաջնորդում է, մեզ հետ գործում է ամեն օր, ամեն ժամանակ։ Եվ իր գործը թե անհատապես է ամեն մեկիս հետ, թե ընդհանրական եկեղեցու հետ։ Եվ մենք, ասենք, հատկապես կուզեմ ուշադրություն դարձնենք եկեղեցու մեջ Տիրոջ աշխատանքին։ Կարևոր աշխատանքներից մեկը, որ Տերը իր ժողովրդին առաջնորդում է, բացում է, ճանաչեցնում է ճշմարտությունները իրեն, կարևոր, ասենք, թեմաներ, որ մեր կյանքի աստվածապաշտության համար պետք են, դա հենց ժողովներն են, քարոզներն են։ Եվ կուզեմ հիշել, որ Աստված, ասենք ասած, իմաստուն է եւ նրբանկատ։ Նա գործում է հաշվի առնելով, կարելի ասել, նկատի ունենալով մարդուն, իր վիճակը, իր կարողությունը, իր հնարավորությունը։ Ըստ դրա էլ բնականաբար նրա խոսքն է լինում, նրա ծառաների միջոցով քարոզն է ներկայացվում։ Ուզում եմ 40-րդ գլխի Եսայի մարգարեության 40-րդ գլխի 9-ից 11 համարները կարդամ։ Խոսում է բարձր սարերի վրա ելիր, ով Սիոնի ավետաբեր, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղեմի ավետաբերը, մի վախենար, ասա Հուդայի քաղաքներին, ահա ձեր Աստվածը, ահա Տերը զորությամբ կգա, եւ նրա բազուկը կիշխե նրա համար։ Ահա իր վարձքը իր հետ է եւ իր հատուցումը իր առաջին։ Հովի նման հովվելու է նա իր հոտին, իր բազուկի վրա է ժողվելու գառնուկներին եւ գրկում կրելու է նրանց եւ կամանց քշելու է ծից տվող ոչխարներին։ Այն խորհրդավոր, պատկերավոր է ներկայացնում Տիրոջ առաջնորդությունը ինչպիսին է իր ժողովրդին եւ խոսում է, որ հովի նման իր հոտին հովվելու է, քշելու է, առաջ է տանելու, առաջնորդելու է։ Եվ այդ առաջնորդության մեջ ներկայացնում է, որ ոնց որ ասած Տերը ամեն մեկի վիճակի համապատասխան է, ուշադիր է, որպեսզի ոնց ասած իրանց կարողության, հենց իր հնարավորությունները հաշվի առնելով կատարի իր այդ առաջնորդելու, առաջ տանելու, հովվելու գործը։ Խոսում է գառնուկների մասին, որոնք ոնց ասած թույլ են, տկար են եւ ասում է դրանց պիտի իր գրկում կրի, դրանց պիտի իր բազուկների վրա ժողվի, ձեռքով տանի ճանապարհը, կարելի ասել։ Եվ խոսում է ոչխարների մասին, որոնք ծից տվող ոչխարներ են, որոնց պիտի կամաչ դանդաղ քշի իրանց այդ վիճակի պատճառով։ Այսինքն սրա այս պատկերավոր ձևով ներկայացնելու նպատակը սա է, որ հասկանանք, որ Տերը, այո, իր ժողովրդի հետ է, իր ժողովրդին առաջնորդում է եւ կարևորված ցած իր գործը իմաստությամբ է։ Ամեն մեկը ինչպիսի վիճակի մեջ է, ինչ կարողության մեջ է, ինչ հնարավորություններ ունի, այդպես էլ նրանց առաջնորդում է։ Ինչ որտեղ ոնց որ ասած, իր ժողովրդի ոտի հետ է գնում, որպեսզի չլինի թե օրինակի համար այնպիսի բաներ, այնպես արագ քշի օրինակի համար, գառնուկները չկարողանան վնաս քաշեն կամ այդ ծից տվող ոչխարները ինչպես տեղ է ներկայացված։ Այսինքն սա պատկերավոր ձևով ներկայացում է Տիրոջ առաջնորդությունը, որ նա տեսնում է, նայում է իր ժողովրդին եւ ըստ դրա էլ իր գործը իրականացնում է, կարելի ասել։ Շատ կարեւոր է ժողովրդի վիճակը, գործը։ Ըստ դրա Տերը իր խոսքն է տալիս, ըստ դրա իր աշխատանքն է կազմակերպում։ Եվ ես կուզեմ մի հատված կարդամ Պետրոս Առաքյալի երկրորդ նամակից, ինձ ասենք ավելի հետաքրքրեց հետեւյալը, որ Պետրոսը երբ որ գրում է, խոսում է նրա մասին Առաքյալը, որ ինքը ոնց որ շուտով պիտի գնա Տիրոջ մոտ։ Դա ներկայացնում է էլի պատկերավոր ձևով, ասում է պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը։ Մարմինը ներկայացնում է որպես մի հագուստ, վրան։ Այդպես էլ կա, գիտեք, այս հագուստը պիտի հանենք, չէ, մահվանով էդի հանվում է, իսկ հարությունով, չէ, Քրիստոսի գալուստով, նրա հարությունով էլ նոր հագուստ ենք հագնելու, նոր մարմին ենք հագնելու մեր հոգու վրա։ Եվ այսպիսի բան է ասում Առաքյալը, կարդամ ձեզ համար Պետրոս Առաքյալի
երկրորդ նամակը 12-ից 15 խոսքերը։ Ասում է. «Ուստի ես զանցառու չեմ լինի ձեզ հիշեցնելու սրանց համար», այսինքն մի բան ասեմ, նոր շարունակեմ, դրանից առաջ կարևոր քայլերի մասին է խոսում, թվարկում, աստիճանների մասին, որ հոգևոր մարդը պետք է աստիճաններով բարձրանա, հոգևոր աստիճաններ։ Խոսում է դրա մասին եւ դրա կարևորության մասին է ներկայացնում, որ անպայման սա պետք է մեզ եւ ասում է սրանք ես հիշեցնում եմ ձեզ։ Այսինքն Պողոս Առաքյալը, Պետրոս Առաքյալը նոր բան չէր ասում։ Իր ասածը հիշեցում էր այն ճշմարտություններ, որոնք արդեն ինքը խոսել էր այդ ժողովրդի հետ։ Ուստի ես զանցառու չեմ լինի ձեզ հիշեցնելու սրանց համար եւ թե գիտեք ու հաստատված այս ներկա ճշմարտությունում է։ Հետո կշարունակեմ։ Հետաքրքիր է, ասում է հիշեցնում եմ ձեզ, մի բան եմ հիշեցնում, որ գիտեք եւ հաստատված եք այս ներկա ճշմարտությունում։ Այսինքն թեկուզ գիտեք, պատկերացնում եք, թեկուզ հաստատված եք, ոչ միայն գիտեք, այլ հաստատված եք, բայց ես ձեզ հիշեցնում եմ։ Ընդ որում հետաքրքիր ձևով է ներկայացնում, ես զանցառու չեմ, ասում է, զանցառու չեմ լինի։ Այսինքն այսի հանցավորություն չի, հանցագործություն չի, որ ես ձեզ հիշեցնեմ մի բան, որ դուք համ գիտեք, համ էլ հաստատված եք։ Իհարկե, ինչի՞ այս բառը հետաքրքիր է օգտագործում Առաքյալը, ես հանցավոր չեմ լինի, եթե ձեզ այս բաները հիշեցնեմ, հասկանում ես, գուցե ոմանք հանցավոր էին անում Պետրոսին։ Այսինքն, գուցե իրաց մտքում տրտնջում էին, բողոքում էին, ինչ որտեղ նաև դատում էին։ Գիտենք էլի։ Հիմա գիտենք։ Անում ենք էլ։ Ինչ է նորից կերկնում, էլ ուրիշ բան չունի ասելու։ Դրա համար ասում եմ, ես հանցավոր չեմ, այդ զանցառու չեմ լինի, եթե այս բաները ձեզ հիշեցնեմ։ Եվ այդ բառը պատահական չի օգտագործում, գուցե ոմանք նորից եմ ասում, մեղանչում էին։ Ինչու է մեղանչում, որտեղ Պետրոս Առաքյալը ինչ որ անում է, շայթուն դասեք, սա գիրք է, սուրբ գիրք, որ գիրքը դառե։ Այսինքն հատուկ ազդեցությամբ, Սուրբ Հոգու հատուկ առաջնորդությամբ նա աշխատանք էր իրականացնում։ Եվ այդ աշխատանքը, Սուրբ Հոգու աշխատանքը ոմանց մոտ գուցե տրտունջ բողոք նեղվածություն էր առաջացնում։ Պատճառը այն է, որ Պողոսը հիշեցնում է այն, կներեք, Պետրոսը հիշեցնում է այն բաները, որ էլի ասե։ Բացի դրանից, որ այդ ժողովուրդը գիտի, տեղեկացված է, հաստատված է։ Այդպես է։ Եվ այդ դեպքում դառնում է բողոք ու տրտունջը ոչ թե Պետրոսի դեմ, այլ նրան առաջնորդող հոգու դեմ։ Այդպես չի։ Բայց եթե եւ ինչ է Պետրոսն ասում, եւ իրավունք եմ համարում, այսինքն ես իրավունք ունեմ։ Այս բանի մեջ իրավունք եմ համարում, արդար է, ճիշտ է, ինչը, որ քանի որ այս վրանի մեջ եմ, զարթնեցնեմ ձեզ հիշեցնելով։ Քանի ես մարմնի մեջ եմ, ինչ ասեմ, քանի այս մարմնի մեջ, որտեղ դուրս է գալու, որ ձեզ զարթնացնեմ հիշեցնելով, այսինքն թարմացնեմ, նորոգեմ այն ինչ որ խոսել եմ, այն ինչ որ անգամ գիտեք, դա կարևոր է եւ արդար է, ճիշտ է, բարի է ձեզ համար։ Եվ ասում եմ, գիտենալով որ շուտով պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը հայտնեց ինձ, այսինքն գիտի շուտով գնալու է եւ ուզում է հիշեցնի, չմոռանան ինչ որ ասել է, կարևոր են դրանք։ Եվ դա նույնիսկ ասում Աստծո հոգու առաջնորդությամբ եւ Աստծո խնամքն է նաեւ այսպես, այո, բայց ջանք էլ կանեմ, որ միշտ կարողանաք իմ աշխարհից դուրս գալուց հետո էլ այս բաները հիշել։ Անկամ ջանք կանեմ, որ ոչ թե մենակ իմ այս ասած ժամանակը հիշեք, վերհիշեք, այնց էլի որ աշխարհից գնամ էլ նորից սրանք հիշեք։ Այդտենց էլ եղել է, էլի։ Այսօր Պետրոս Առաքյալը էլի խոսում է։ Էլի նույն բաները ինչ որ կրկնելու է, կրկնում է, չէ՞։ Ու մենք իր աշխարհից դուրս գալուց հետո լսում ենք, նորից բան է լինում, այսպես է։ Այսինքն տեսնում ենք, ուշադրություն դարձնում ենք, որ սենց ասած Աստծո մարդը, Աստծո ծառան, որ Տիրոջ կողմից դրված է այդ ծառայության մեջ, որ Տիրոջ ժողովուրդ առաջնորդի, խոսք խոսա, ճշմարտություններին ծանոթացնի, գիտություն տա ճշմարտության, նրանք բնականաբար նրանց համար կարևորված է երկու բան։ Առաջինը սա է, այսինքն առաջին գլխավոր բանը սա է, այլ ասել դա կարևորված է,
որ ինքը իրանք Աստծո առաջին Աստծո կամք կատարեն։ Որ Պետրոսը սենց էր անում, իմանալով, որ ոմանք կարող է զանցառու իրեն համարեն, միևնույն է, եթե Աստված կամենում է, որ ինքը այդպես անի, այդպես կանի։ Եթե ոմանք կբողոքեն կամ ոմանք, ասենց ասեմ, կանարգեն ինչ-որտեղ, որպես թե մի բան, որ էլ բան չունի խոսալու էսա խոսում, մեկ է, ինքը անում է դա, որպես Աստծո կամք։ Դե Աստծո ծառա է։ Այսինքն, այո, Տիրոջ ծառաների շարժառիթը առաջի, ասենց ասած, իրան շարժող նպատակը սա է, ինչը կամենում Տերը, որ ես խոսեմ։ Ինչ պիտի խոսի, եթե դա մի բան է, որ պիտի կրկնվի ու շատ կրկնվի, այդ էլ են իրանք անում։ Այդպես է։ Եվ սրա համար մենք, ասենց ասած, պիտի ուշադիր լինենք, որպեսզի իրոք հնազանդվենք Տիրոջ հոգուն եւ նաեւ ուշադրություն դարձնենք սրա վրա, որ եթե բաներ կա, որ խոսվում է, կրկնվում է, ուրեմն Սուրբ Հոգին այդտեղ անհանգստություն ունի։ Ուրեմն դրա կարիքը կա, դա պետք է, դա անհրաժեշտ է։ Չլինի թե մենք էլ բողոքող տրտնջող լինենք եւ ընդհանրապես որ նայում ենք ուշադրություն ենք դարձնում, ինչպես ասացի, Աստված իր ժողովրդին առաջնորդում է ժողովրդի վիճակից էլ ելնելով, որ նրանց իր այդ առաջնորդական գործը, խոսքը, քարոզը իրոք վիճակի համապատասխան օգուտ բերի իրանց։ Եվ հետաքրքիր է Տիրոջ խոսքը, օրինակ, Մար Հովանու 16-րդ գլխում 12-ից 13-րդ խոսքը, եթե նայում ենք, Տեր Հիսուս Քրիստոսն էր խոսում իր աշակերտների հետ եւ իշենք, այսպիսի բան ասեց. «Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Դրա համար երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետեւ իր անձիցը չի խոսի, այլ ինչ որ կլսի կխոսի եւ գալու բաները կպատմե, նա ինձ կփառավորե, որովհետեւ իմիցը կառնե եւ կպատմե ձեզ»։ Ումս ինչ Տերը խոսեց, ասեցին շատ բան ունեմ, ասեց տակավին ինչ անելու, ձեզ հետ խոսելու, շատ բան։ Այսինքն ունեմ բաներ, որ պիտի խոսեմ, բայց ուզեի խոսեի, բայց ինչն էր պատճառը, որ չէր խոսում Տերը, ասում է, որովհետեւ պարզը, բայց հիմա չեք կարող ինչ անել, տանել։ Այսինքն կար այդ գործը, այդ խոսքերը խոսա, այդ թեմաները խոսի ներկայացնի, բայց հիմա ձեր վիճակը նենց է, որ դեռևս այդ կարողությունը չունեք այդ դրանք տանեք։ Բայց հետագայում ինչ անեմ, սա է ասում, որ այդ աշխարհի բաց չի մնա, այլ երբ որ բան կլինի, Սուրբ Հոգին կգա, այդ խոսքերը, որ ես պիտի ասեմ, իմ խոսքերը կառնի ինձանից ձեզ կտա եւ կբացա այդ աշխատանքը կկատարի։ Եբրայեցիս թղթում Պողոս առաքյալի վկայությունն եմ ուզում կարդամ իր համար 6-րդ գլուխ 1-ից 3 խոսքերը։ Ասում է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողելով դեպի կատարյալը գանք, առանց կրկին հիմք դնելու մեռած գործերի ապաշխարության, Աստծուն հավատալու համար եւ մկրտությունների ուսմունքի եւ ձեռք դնելու եւ մեռելների հարության եւ հավիտենական դատաստանի համար։ Եվ սա անենք, եթե Աստված հրաման տա»։ Շատություն դարձնում եք, խոսում է սկզբնական խոսք, ոնց որ ասած են նախնական առաջնահերթ եղած խոսք, ասում է դա թողնելով դեպի կատարյալը գանք, այսինքն դրա վրա կառուցված ավելի կատարյալ թեմաներ կան, ու անգամ խոսում է, որ ինչն է, որ ասենք այդ հիմքն է, առանց հիմք դնելու, այսինքն բանը կրկին հիմք դնելու, այսինքն դրանք սկզբնական հիմք դրված բաներն են, դրանից ավելին բաներ կա, որ կուզեի ձեզ հետ ասում է խոսել, եւ խոսում է այդ սկզբնական բաները, ապաշխարության, մեռած գործերից ապաշխարություն եւ այլ ուսմունքների անունա տալիս չէ, ասում է ցանկանայի, որպիսի ավելին բան ձեզ սովորեցնել։ Այսինքն նես չի, որ ասենց ասած չգիտի, չունի, ունի, տեղեկացված է կամ Տիրոջի ծառած է, բայց ինչ է ասում, ասում է, եթե եւ սա անենք, եթե Աստված ինչ հրաման տա, այսինքն պետք է Տերը առաջնորդի, Տերը հրաման տա։ Իսկ հասկանում ես ինչի հետ է կապված այդտեղ Տիրոջ հրաման առնել է իրանից, այսինքն հասկանալու Տերը ուզում է, որպեսզի այդ
բարդ թեմաները, կոշտ կերակուրները, ավելի խորը վարդապետություններ կամ ավելի, ինչպես տեղ ասում, թողնելով դեպի կատարյալը գանք, այսինքն կատարյալ ավելի բաները խոսվի թե չէ, ոչ թե ուղղակի հենց գիտի ու խոսի, չէ։ Բնական է նորից եմ ասում, իրանք փնտրում են Աստծո կամքը, Տիրոջ ծառաները փնտրում են Աստծո կամքը խոսեն եւ դրա մեջ կա Աստծո նման վարվեր, այսինքն գործ, որը արդյունք կբերի, պտուղ կբերի, ոչ թե ուղղակի խոսի ու մարդ չի հասկանա, որտեղ չունեն այդ վիճակը, չունեն այդ կարողությունը, չունեն այդ հոգեվոր հասակը։ Ինչու էր Պողոսը սենց խոսում, որտեղ էսի 6-ի սկզբից ես կարդացի 5-րդ գլխի վերջի մասը, որ այս վերջի սկիզբն է, այսինքն վերջինի հետ կապված է, որտեղ ընդհանրապես նամակը մի ամբողջություն է ժամանակին գրվել, գլուխները ժամանակի մեջ է բաժանվել, գիտեք։ 5-րդ գլխի բանում վերջում այսպիսի բան է ասում, օրինակ 11-րդ խոսքում ասում է, որի համար շատ բան ունենք ասելու եւ դժվար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եղաք լսելիքով։ Այս սրա համար է ինքը անհանգստացած ու ասում է, թող Աստված հրաման տա, որ այդ կատարյալ բաները խոսենք, չէ, չենք խոսի։ Այս սկզբնական բաներով պետք է բանանենք։ Եվ շարունակության մեջ հենց ասում է, որ ինչու իրանք ինչ վիճակի մեջ են, որ ասում է, որի համար շատ բան ունենք ասելու եւ դժվար է մեկնել, որտեվ դուք դժվար եղաք լսելիքով, որտեվ ժամանակին նայելով ինչ պիտի վարդապետներ լինեք։ Կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ է Աստծո խոսքերի առաջին նշանագրերը եւ կարոտ եղաք կաթի եւ ոչ թե հաստատ կերակուրի, որտեվ ամենը որ կաթնակիր է անհմուտ է արդարության խոսքին, որտեվ տղա է, այսինքն երեխա է, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց գայարանները վարժողությամբ կրթված են բարին եւ չարը զանազանել։ Այսինքն էսա նշանակում եւ ոնց որ էս կոպիտ ասած լինի, եթե նույն բաները պիտի ձեր այդ բաները, որ դուք պիտի յուրացրած լինեիք, դրանից առաջ անցնեի, գնայի նոր թեմաներ խոսայի, ավելի բարդ կերակուր, ավելի լուրջ ու կատարյալ բաների, չեմ կարող անել, թեկուզ կուզեի, որովհետեւ դուք այն առաջնահերթ բաները դեռ ոնց որ ասած նորմալ չեք ընդունել։ Խոսվել է, քարոզվել է, ներկայացվել է, բայց չեք ընդունել, չեք կարողացել աճեք դրանով, ոնց որ ստեղ ասում ձեր զգայարանները զարգանան հոգևոր, որ դուք վարժողականությամբ, ինչպես ասում եմ, կրթությամբ ու վարժողականությամբ հասնեք նրան, որ այդ լուրջ բաները արդեն կարողանաք տեսնել, հասկանալ, չարը բարուց զանազանել։ Այսինքն ի՞նչ է այս ժողովուրդը, եթե օրինակի համար Պողոսի վրա նեղվեր, իրավունք չուներ։ Որ Պողոսը գուցե էլի էս բաները, ասենց ասած սկզբնական, ինչպես տեղ ասում, սկզբնական այդ կաթ խոսքն է տալիս։ Ասում եմ, կրկին կարոտ եք սովորելու առաջին նշանագրերի, կարոտ եղաք կաթի, ոչ թե ինչ հաստատուն կերակրի, այսինքն ինչի կարոտ եղաք, ինչի կարիքը կա, ինչը որ ձեր վիճակի համապատասխան է, ես այդ պետք է խոսեմ։ Այն ավելին էլ որ պիտի խոսեմ, ասում եմ, պետք է ինչ անի, եթե Աստված ոնց որ կարդացինք ինչ հրաման տա։ Այսինքն այդտեղ ոչ թե Պողոսը նորից եմ ասում, այդ քամի մեջ էր վերջ, դրանից ավել իրան տրված չէ, որ ավելի կրթեր, ավելի կատարյալ բաներ խոսեր, չէ, գիտք ուներ, բայց ժողովուրդի վիճակի չէին ընդունելու, լսելու։ Եվ բնական է պիտի խոսեր բաներ, որ իհարկե հետագայում, որ ուշադրություն եք դարձնում, այս Եբրայեցի թղթով ովքեր կարդացել են, տենում են, որ Պողոսը հաստատ Աստծուց հրաման առավ, որ ավելին խոսա, որտեղ խոսեց, եթե հիշում եք, լուրջ թեմաներ, նոր ուխտ, հին ուխտը, չէ, հին ուխտի հետ կապված նրա ծերանալը, մահանալը, ոնց որ ասած, նոր ուխտի հաստատվելը, խոսեց Քրիստոսի քահանապետության մասին եւ այլ ուխտի միջնորդ լինել մասը, որ լուրջ կարևոր, շատ կարևոր թեմաներ էին, որ ներկայացվում էր։ Ոնց թող Աստված օրհնի, այսպես ասեմ։ Պողոս առաքյալը հաճախ էր աղոթքանել տալիս այդ ժողովրդին եւ այս էր ասում, չէ՞, թե հիշում եք, թող ինչ լինի, Աստված իր խոսքի դռները բացի ինձ համար, որ խոսք տրվի ինձ, ինչ անելու, քարոզելու։ Այո, պիտի Աստված առաջնորդի Տիրոջ ծառաներին, բայց Աստծո առաջնորդություններն էլ, ինչպես ասեցի, ժողովրդի վիճակի եւ կարիքի համապատասխան է։ Կոպիտ ասած, ինչպիսի ժողովուրդ այնց էլ քարոզ պետք է լինի։ Դու չես կարող առաջի դասարանի երեխուն դնես 10-րդ դասարանի թեմա բացատրես։ Բայց ես էլ ասեմ, որ Փառք Աստծուն, ինչը նկատի ունեմ, ասենք
քարոզների բարդությունից կամ խոսքի որ մատուցում է, երևի ժողովուրդը հաճել է, որ այդ բարդ քարոզները մատուցում է։ Ասենք մարդ կա, որ եկեղեցում մի քանի տարի է, ինձ իր խոսնել են վկայում, մենք էլ ենք տենում իհարկե։ Ասում է, ասենք քանի տարիներ առաջվա քարոզներ, որ բան եմ անում, նայում եմ, ոնց որ այն ինձ համար այն որ սկզբնական այդ կարևոր բաներն են այնտեղ շոշափվում։ Հիմա որ նայում եմ, տենում նրանց վրա կառուցված շատ ավելի բարդ բաներ են։ Մենք էլ ենք տեսնում, որ բավականին բարդ, ոնց որ ասած, այսինքն հիմք է ստեղծվել, Աստված ողորմություն է արել ժողովրդի մեջ այն կարևոր սկզբնական բաները հաստատվել են, ասենք դրվել են, այդ դրվածքի վրա կարողանում ենք ավելացնել ավելի լուրջ բաներ խոսանք։ Ոչ թե ես հիմա համատելու համար որպեսզի պարծենանք, չէ, չպարծենանք, Աստծուն է փառքը, բայց դերում ես այդ մարդիկ կան եկեղեցին որ խոսում ես, իրանք ոգևորության սահմանների մեջ են, այսինքն քանի տարվա հավատացյալն են, բայց ամենատարրական ճշմարտությունները իրանց մոտ հաստատված չեն, որ ասես ինչ նշանակում մեղք, չգիտեն ինչ է մեղք, գիտեն, բայց չգիտեն, ասենց ասեն, դա ճիշտ չգիտեն։ Ինչ է նշանակում այս ինչ բան, այսինքն այս թեմաները, որ նոր Պողոսը բերեց, ինչ-որ մի բան գիտեն, բայց այդ ոնց որ իրանցը այն չի, այն չգիտեն, որ պետք է օրինակ էդի որպես արդեն ընդունած, հաստատված ու դրա վրա կարելի է նոր բան կառուցել։ Նոր կարևոր կատարյալ բաների գնալ։ Էսը։ Դրա համար իրոք Աստծուն փառք ենք տալիս, եթե մենք կարողանում ենք օրինակ կրթություն կազմակերպել, որոնց մեջ կա ճշմարտության 33 թեմաներ, ընդ որում խորը վերլուծությունով, համապարփակ, համակարգված, բազմակողմանի մոտեցումներով ուսուցում, ու մարդիկ ժողովուրդը կարողանում է դրանք անցնել, այդ ցույց է տալիս իրոք փառք Աստծուն, բավականին բաների մեջ աճել է ժողովուրդը։ Բայց նորից եմ ասում, օրինակ թեմաներ կա, ես նկատել եմ, ես միշտ էլ եղել է թեմաներ, որոնց լրջությունը այնքան մեծ է, որ կարող է ես խոսամ, կարող է Միլազ ախպերը խոսա, կարող է մի քանի անգամ խոսանք, Արսեն ախպերը խոսա, այդ տիպի թեմաներ են, այդ ոնց որ ասած կենտրոնական բանը, այդ ոնց որ ասած կարևորված թեման նույնն է տարբեր կողմերից, բայց դա երևում է, որ Աստծո հոգին դրա հետ կապված անհանգստություն ունի, գործ անում, այսինքն պետք է դա հաստատվի, պետք է կրկնվի, պետք է խոսվի նորից։ Մենք զգուշ ելնենք, որ հանկարծ չասենք այս նորից ու նորից օրինակի համար։ Ձեր կարիքի անպատասխան Սուրբ Հոգին գործում է, այդպես է։ Տեղել կա իրավիճակներ կա, Մատթեոս 13-րդ գլխում Տերը խոսեց, եթե հիշում եք, առակներով խոսեց, աշակերտները հարցնի խես Տեր առակներով խոսում, ոնց որ սենց էլի ասային, պարզ խոսա թող հասկանան էլի, որտեվ գիտեք, առակները դրանք կոչվում են խրթնաբանություններ, այսինքն խրթին անհասկանալի, անբացատրելի բաներ ունեն, դրանք օրինակով, խորհրդով ինչ-որ բաներ են ներկայացնում, դրանց բացատրության կարիք կա, դրանք պարզ բացահայտված բաներ չեն, բացահայտելու բան կա, եթե չբացահայտվի շատերը չէին հասկանա, սերնացան ելավ սերմ ցանեց, դե արի հասկացեք ինչի է դա կապվում, եւ Տերը ասեց, չէ, ձեզ տրված է իմանալու Աստծո արքայության բաները, բայց ոմանց ոչ, որտեղ տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, լսելով լսում են ու չեն լսում, որպեսզի ասում է սրտով իմանան, ինձ դառնա եւ ես նրանց ինչ անեմ բժշկեմ։ Տեղել ասում է ես կխփեմ, ես կփակեմ, չէ նրանց աշկերը, ակաժները, որտեղ իրանք փակեցին, ես կփակեմ։ Այսինքն տեղ ինչ է ցույց տալիս, որ այո, տեղել կա հենց էսա։ Տերը պիտի առաջնորդի էլ ավելի մեջ, էլ ավելի բացի հասկացնի իր ծառաներին խոսք տա, եթե ժողովուրդը այն շնորհքը, որ փոխանցվել է, ընդունում է, յուրացնում է։ Օրինակ ստեղ ինչ է ասում։ Չընդունեցին 1, 2, 11, չգիտեմ ինչքան, դրանց հետո չեմ տալու։ Առակով կխոսան, որ չհասկանան, այսինքն Տերը այդպես է գործելու։ Այսինքն շնորհք ընդունելը հաջորդ շնորհքի համար տեղ է պատրաստում։ Խոսքը եթե հաստատվեց, Տիրոջ ժողովրդի մեջ պտուղ բերեց, ընդունվեց, հաստատվեց, Տերը նոր խոսք պետք է տա։
նոր քարոզ պետք է տա, նոր ճանաչողություն, կարևոր բան։ Ժողովուրդը անոք գտնվեց, անտարբեր գտնվեց։ Չպետք է չի լինի, որ տենց մեկ էլ Տերը ուղղակի իրանը կանի, էլի անկախ ժողովրդից։ Աստված թող մեզ օրհնի, որ մենք հասկանանք, որ նաև մեր վիճակը, մեր մոտեցումը, մեր դիրքորոշումը, թե Տիրոջ առաջնորդությանը խոսքին ինչպես ենք վերաբերում, դրանից կախված է նաև Աստծո գործը մեր հետ իր ծառաների միջոցով։ Շատ ժամանակ ոչ թե ծառաներից պետք է, ասենց ասած, նեղանանք, բողոքենք, մեզանից պետք է նեղանանք։ Ոնց որ այն մի բանի մեջ ասում է, չէ՞, մի հատ օրինակ շատ հայտնի օրինակ է, որ ասում է, մեկը բողոքում է մի քարոզից, որ ասում է, արդեն քանի անգամներ նույն քարոզն է, չէ՞ տալիս։ Հարցում ասում է, ինչ քարոզ է տալիս, ասում է, չգիտեմ, ասում է, չգիտես, գնա խնդրի, ասում մի անգամ էլ թող բան անի։ Այսինքն ուրեմն պետք է դա։ Պետք է հասկանաս, որ առաջ անցնես։ Աստված օրհնի։ Մենք աղոթք անենք, ուզում եմ որպեսզի դուք էլ աղոթք անեք, Պողոսի նման, մենք դիմում եմ ձեզ, աղոթք արեք, որ խոսք տրվի մեզ ձեզ քարոզելու համար։ Նաև Տերը օրհնի ձեզ, որպեսզի այո, դուք ընդունեք Տիրոջ շնորհքը, Տիրոջ առաջնորդությունը, որպեսզի Տերը ել ավելի կատարյալի գնա ձեր համար եւ այդ կատարյալ խոսքը ձեր իր ծառաներին